Նայ հետո մի հատ է շատ կարևոր բան կա, այդ տղեկ էս ամեն ինչի մեջ։ Ինքը ինչի է այդ բանը կարկալույծ եղած է, չի կարող կարկալույծ անել այս բանը։ Հավատացեք, իրանց մեջ վստահորեն կան մարդիկ, որոնք վախենում են անեցք հասկացողությունից նզովել լինելուց էլ։ Իրանք այս խոսույթը գցում են, որպեսզի մարդիկ չկաշկանդվեն, էլի, չունի, դե իրանք չեն կարող նզովել, դե չեն կարող նզովեն, իրենք չեն կարող անիծեն, իրենք չեն կարող հարգելի հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդներն եք, ոչ թե Գարեգին Բ-ի։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդներն եք, ոչ թե բանը կարկալույծ եղած Ստյոպիկի։ Հիմա ձեզ, եթե ինչ որ մի կերպ փորձում են ուղղորդել, որ այլևս բան մայր աթոռը իր բանը տեղակայումով տեղափոխվում է այլ տեղ, ձեզ ընդամենը մանիպուլացնում են, կամ գուցե վախացնում են, կամ գուցե շանտաժի են ենթարկում եւ այդպես բազմաթիվ գուցեներ, այսինքն օգտագործում են ամբողջ գործիքակազմը, որով 7 տարի առաջնորդվել են, բայց Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, հենց եկավ հոգին տալու ժամանակը, երբ որ դուք առերեսվեցիք Բարձյալին իր բոլոր ասպեկտներով, դրա վիզուալնի ռեալը չգիտեմ, չեմ պատկերացնում, այդտեղ դուք չեք կարողանալու ասեք, իսկ գիտեք, մեզ ասեցին, որ կարկալույծ եղածը չի կարող կարկալույծը, այսինքն այդ լոլոներ, վերջը մտածեք էլի, եթե դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա հայ եք, ենթադրվում է Աստվածաշունչ գոնե կարդացել եք։ Գիտեք ինչ պիտի տեղի ունենա ձեր հետ, հետագայում, ձեր հոգու հետ ինչ պիտի տեղի ունենա։ Լավ, կյանքը այս իշխանությունով չի ավարտվելու, հարգելի բարեկամներ, ոնց որ նախկին բոլոր իշխանությունները հավերժ չեղան, անկախ նրանից, որ եղել են մարդիկ, ում թվացել է, որ իրենք հավերժ են լինելու։ Այս իշխանությունն է հավերժ չի լինելու։ Լուրջ մի ընդունեք այն անձնավորության ասվածը, որ մենք եկել ենք 40 տարով, ձեր ցավը տանեմ։ 40 տարի մենակ Մովսեսը կարողացավ հրեաներին ման տալ, այն էլ ինչի համար ման էր տալիս, որպիսի ստրուկ եղած այն սերունդը, որը երբեք չի ազատություն չի տեսել, այդ սերունդը մանա, երկու սերունդ մեծանա, որ կռվել կարողանան այդ մարդիկ։ Հիմա այս մարդը, եթե եկել է 40 տարով, եկել է ձեզ ստրուկ սարքելու, հակառակ պրոցեսն է անելու, ինքը վստահաբար Մովսեսը չի։ Իրա այս ձեռքի շարժումով ծովը չի բացվելու, որ դուք կարողանաք մաքնել։ Իրանը փխնդալու է, որ Իրանը հակառակն է, այսինքն ինքը ուզում է այնքան կռուգով մեզ վրցնի, միջև վերջի մարդը մոռանա, որ պետությունն է եղել, ինստիտուտներ են եղել, առաքելական եկեղեցի է եղել, կաթոլիկոսներ են եղել։ Սա մտածես Ստյոպիկն է միշտ վեհապար եղել, ջոգիր ասենք ինչ որ սենց բաների մեջ, էլի հակառակ պրոցեսն է։